Փետրվարի վերջին օրը Մերձավոր Արևելքում սկսվեցին պայթյուններով։ Մի քանի ժամվա ընթացքում ռազմական գործողությունները դուրս եկան մեկ երկրի սահմաններից և վերածվեցին տարածաշրջանային լայնամասշտաբ բախման։ Օդային հարվածներ, անօդաչու սարքեր, նավթատարների խորտակում, դիվանագիտական տարհանումներ և գերտերությունների կոշտ հայտարարություններ։ Իրանը հայտարարում է վրեժի մասին, ԱՄՆ-ը խոսում է աննախադեպ պատասխանի մասին, Իսրայելը ուժեղացնում է հարվածները, իսկ տարածաշրջանը կանգնած է նոր պատերազմի եզրին։ Այս տեսանյութում կանրադառնանք, ինչից սկսվեց ռազմական շղթայական զարգացումը, ինչու է Իրանի գերագույն առաջնորդի մահը փոխում խաղի կանոնները, ինչ է նշանակում Հորմուզի նեղուցի փակումը և ինչ ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի համար։ Առավոտյան ժամերին տեղեկություններ տարածվեցին, որ Դուբայում ռազմական միջադեպից հետո բեկորների անկումը հրդեհ է առաջացրել Ջեբել Ալի նավահանգստի տարածքում։ Այդ նավահանգիստը կարևոր ռազմավարական հանգույց է, որտեղ հաճախ կանգ են առնում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը։ Դրան հաջորդեցին նոր հարվածներ։ Հաղորդվում էր, որ թիրախավորվել է նաև Դուբայի միջազգային օդանավակայանը։ Իրանը հայտարարեց, որ իր գործողությունները պատասխան են նախորդ հարձակումներին։ Մի քանի ժամ անց հրապարակվեց կոշտ հայտարարություն ԱՄՆ նախագահից Դոնալդ Թրամփը, որը նախազգուշացրեց, որ ցանկացած էսկալացիա կստանա ուժգին պատասխան։ Տարածաշրջանում լարվածությունը սկսեց արագորեն աճել։ Հարվածների ալիքը տեղափոխվեց ծով, թիրախ դարձավ Հորմուզի նեղուցով անցնող նավթատարը։ Մի քանի ժամ անց հաղորդվեց, որ վնասված նավը խորտակվել է։ Հորմուզի նեղուցը աշխարհի էներգետիկ շնչուղիներից է։ Այստեղով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 5/4 մասը և հեղուկ բնական գազի զգալի բաժինը։ Եթե նեղուցը փակվի, նավթի գները կարող են կտրուկ աճել, մատակարարման շղթաները կխաթարվեն, համաշխարհային տնտեսությունը կարող է մտնել ռիսկային փուլ։ Իրանական կողմը մի պահ հայտարարեց, որ նեղուցը չի փակվում, սակայն ռազմական ակտիվությունը արդեն իսկ շուկաներում ստեղծեց անորոշություն։ Շրջադարձային պահ դարձավ Թեհրանում իրականացված հարվածը։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների զոհվել է Իրանի գերագույն առաջնորդը Ալի Խամենեին։ Նրա մահը Իրանի ներսում ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգևոր ցնցում առաջացրեց։ Հայտարարվեց ցուկ, բարձրացվեց վրեժի խորհրդանիշ կարմիր դրոշը և բարձրաստիճան հոգևորականներ հանդես եկան կոշտ հայտարարություններով։ Խամենեին ղեկավարում էր երկիրը 1989 թվականից, ստանձնելով պաշտոնը Ռոհալլա Խամենեիի մահից հետո։ Նրա ձեռքում կենտրոնացված էին թե քաղաքական, թե ռազմական և թե կրոնական լծակները։ Նրա բացակայությունը ստեղծում է իշխանական վակուում։ Իրանի սահմանադրության համաձայն գերագույն առաջնորդը ընտրվում է փորձագետների ժողովի կողմից, սակայն ռազմական գործողությունների պայմաններում գործընթացը կարող է հետաձգվել։ Ժամանակավոր կառավարման մեխանիզմն է ձևավորվում նախագահի դատական համակարգի ղեկավարի և Սահմանադրության պահապանների խորհրդի մասնակցությամբ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դիմեց ժողովրդին հայտարարելով, որ պետությունը շարունակելու է գործել ամբողջ հզորությամբ և չի դադարեցնի գործողությունները։ Միաժամանակ շրջանառվում են տարբեր թեկնածուների անուններ, սակայն վերջնական որոշումը կախված է քաղաքական և ռազմական իրավիճակից։ Հարվածներ արձանագրվեցին նաև այլ երկրներում, Ամանում որսացվեցին հրթիռներ, Աբու Դաբիում վնասվեց նավահանգստային ենթակառուցվածքը, Երուսաղեմում գրանցվեցին հրթիռային հարվածներ, Քուվեյթ Սիթիում հայտարարվեց տագնապ։ Իսրայելի վարչապետը Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ գործողությունները շարունակվելու են մինչև վճռական արդյունք։ Ցույցեր տեղի ունեցավ տարբեր երկրներում՝ Բաղդադում, Կարաչիում, Նյու Յորքում, որոշ վայրերում բողոքի ակցիաները վերածվեցին բախումների։ Իսկ ինչ է սպասվում Հայաստանին։ Հայաստանի համար իրավիճակը բազմաշերտ ռիսկեր է պարունակում։ Առաջինը՝ էներգետիկ կախվածություն։ Հայաստանը Իրանի հետ ունի գազ էլեկտրէներգիա փոխանակման ծրագիր։ Եթե Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները վնասվեն, կարող է խնդիր առաջանալ Երևանի ջերմաէլեկտրակայանի աշխատանքի համար։ Երկրորդը՝ առևտրային շրջանառություն։ Երկու երկրների միջև առևտուրը մոտենում էր միլիարդ դոլարի շեմին։ Ներմուծումը գերազանցում է արտահանմանը։ Ռեալ արժեզրկումը արդեն իսկ հարվածել է հայ արտահանողներին։ Երրորդը՝ միգրացիոն հոսքեր։ Իրանում բնակվում է ավելի քան 80 միլիոն մարդ։ Խորացող ճգնաժամի դեպքում հնարավոր է բնակչության տեղաշարժ դեպի հարևան երկրներ, այդ թվում Հայաստան։ Չորրորդը՝ տրանսպորտային ուղիներ։ Հարավային սահմանը կարող է դառնալ մարդասիրական միջանցք այլ երկրների քաղաքացիների համար։ Եթե Իրանը ամբողջությամբ փակեր Հորմուզի նեղուցը, նավթի գինը կարող էր հասնել պատմական բարձր մակարդակի։ Չինաստանը, Մեծ Բրիտանիան և այլ էներգետիկ կախված երկրներ ստիպված կլինեին ներգրավվել։
ռազմական բախումները կարող էին ընդլայնվել։ Այս քայլը Իրանի համար նույնպես ռիսկային է, քանի որ նավթի արտահանումից կախված է իր սեփական տնտեսությունը։ Ամփոփելով կարելի է հստակ ասել, որ ստեղծված իրավիճակը պարզապես հերթական լուրը չէ, սա այն դեպքերից է, երբ մեկ իրադարձություն դառնում է լայն քննարկման առարկա, առաջ բերելով ոչ միայն փաստերի վերլուծություն, այլ նաև հանրային տրամադրությունների, քաղաքական ենթատեքստերի և ապագա զարգացումների շուրջ հարցադրումներ։ Տեղի ունեցածը ցույց է տալիս, թե որքան արագ կարող է տեղեկատվությունը տարածվել, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ հասարակական կարծիքի ձևավորման վրա և ինչպես է յուրաքանչյուր մանրուք դառնում քննարկման թեմա։ Այս պատմությունը նաև հիշեցնում է, որ յուրաքանչյուր նոր զարգացում պետք է դիտարկել սառը գլխով և բազմակողմանի վերլուծությամբ։ Լուրերի դաշտում հաճախ հնչում են տարբեր վարկածներ, ենթադրություններ, երբեմն նաև իրարամերժ տեղեկություններ, սակայն իրական պատկերը ձևավորվում է միայն այն ժամանակ, երբ առկա են պաշտոնական հաստատումներ, փաստեր և պատասխանատու կառույցների հայտարարություններ։ Մինչ այդ կարևոր է պահպանել հավասարակշռված մոտեցում և չտրվել էմոցիոնալ ալիքներին։ Բացի այդ, տեղի ունեցողը ցույց է տալիս, որ տեղեկատվական դաշտում մրցակցությունը մեծ է, և յուրաքանչյուր աղբյուր փորձում է իր լսարանին ներկայացնել իր տարբերակը։ Սակայն լսարանի համար առաջնահերթը պետք է լինի ոչ թե արագությունը, այլ վստահելիությունը։ Լուրի արժեքը որոշում է ոչ միայն նրա աղմկարույց լինելու աստիճանով, այլ նաև ճշգրտությամբ ու խորությամբ։ Եթե փորձենք ավելի լայն տեսանկյունից նայել, ապա նման իրադարձությունները հաճախ դառնում են ազդակ համակարգային խնդիրների մասին խոսելու համար։ Դրանք բացում են քննարկումների անվտանգության, կառավարման արդյունավետության, պատասխանատվության և հանրային վերահսկողության թեմաներով։ Հենց այս կետում է, որ լուրը անցնում է իր պարզ ինֆորմացիոն սահմանները և դառնում է հասարակական նշանակության հարց։ Ակնհայտ է նաև, որ առաջիկա օրերին հնարավոր են նոր զարգացումներ։ Յուրաքանչյուր նոր փաստ կարող է փոխել պատկերն ու գնահատականները։ Այդ պատճառով կարևոր է հետևել միայն պաշտոնական և վստահելի աղբյուրներին, սպասել հստակ տեղեկատվության և զերծ մնալ չստուգված լուրերի տարածումից։ Վերջապես, այս պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է մեդիայի դերի կարևորությունը։ Լրատվամիջոցները ոչ միայն փոխանցում են տեղեկատվություն, այլ նաև ձևավորում են հանրային ընկալումներ։ Ուստի պատասխանատու և հավասարակշռված լուսաբանումը չափազանց կարևոր է, հատկապես այն դեպքերում, երբ թեման զգայուն է և կարող է լայն արձագանք առաջացնել։ Ամփոփելով կարելի է ասել, որ իրավիճակը դեռ ամբողջությամբ փակված չէ և հասարակությունը սպասում է հստակ պատասխանների։ Մինչ այդ կարևոր է պահպանել ստապություն, վերլուծական մտածողություն և հասկանալ, որ յուրաքանչյուր իրադարձություն ունի ոչ միայն տեսանելի, այլ նաև խորքային շերտեր։ Հետևեք զարգացումներին, գնահատեք փաստերը և փորձեք տեսնել ամբողջական պատկերը առանց շտապ եզրակացությունների։ Մերձավոր Արևելքում սկսված այս ռազմական բախումները այլևս պարզապես հերթական սահմանային լարվածությունը չեն։ Դրանք վերածվել են ուժային բալանսի բացահայտ վերաձևավորման գործընթացի։ Իրանի գերագույն առաջնորդի Ալի Խամենեիի մահը ստեղծել է այնպիսի քաղաքական վակուում, որը կարող է փոխել ոչ միայն երկրի ներսի իշխանական ճարտարապետությունը, այլ նաև ամբողջ տարածաշրջանի ռազմավարական հաշվարկները։ Տասնամյակներ շարունակ կառուցված կառավարման համակարգը մեկ հարվածով մտավ անցումային փուլ, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է ունենալ պատմական հետևանք։ Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ բախումը սահմանափակ չէ մեկ ճակատով։ Օդային տարածքից մինչև ծովային ուղիներ, նավահանգիստներից մինչև մայրաքաղաքներ, հակամարտությունը ընդգրկեց միաժամանակ մի քանի առանցքային կետեր։